Քրիստոսից 500 տարի առաջ, բարեբեր Մահիկի սրտում, վեր էր խոյանում մի քաղաք, որը ստիպում էր ողջ հայտնի աշխարհին խոնարհվել հիացմունքից սարսափից։ Նրա պարիսպներն ունեին 25 մետր հաստություն։ Նրա դարպասները փայլում էին կապույտ հախճասալիկներով պատված։ Նրա այգիները մարտահրավեր էին նետում հենց ձգողականությանը։ Բայց այդ տաճարների ներսում կար մի բան, որը ցնցում էր նույնիսկ հին աշխարհի ամենափորձառու ճանապարհորդներին։ Մի բան, որը կանանց վերածում էր կենդանի ընծաների։ Նախքան տեսանյութը շարունակելը, դուք ցանկանում եք զորացնել ձեր աղոթքի կյանքը դեռ օգնել մեր ալիքին աճել։ Ես պատրաստել եմ մի նյութ ավելի քան 50 հատուկ աղոթքներով, ձեզ առաջնորդելու համար։ Սեղմեք նկարագրության մեջ եղած հղմանը օգնեք մեր նախագծին տարածել Քրիստոսի խոսքը։ Երբ հույն պատմաբան Հերոդոտոսը հատեց այդ մետրոպոլիայի դարպասները Քրիստոսից առաջ 5-րդ դարում, նա արդեն տեսել էր Եգիպտոսի բուրգերը, արդեն նավարկել էր ողջ միջերկրական ծովով, արդեն փաստագրել էր տասնյակ տարբեր մշակույթներ։ Ոչինչ նրան չէր նախապատրաստել այն բանին, ինչ նա կգտներ Իշթարի սուրբ տարածքում։ Նա դա անվանեց ողջ Բաբելոնիայի ամենաամոթալի սովորույթը։ Եվ Հերոդոտոսը մի մարդ չէր, ով հեշտությամբ էր սկանդալի մեջ ընկնում։ Մտածեք տեսարանի մասին։ Մի քաղաք, իր ծաղկման շրջանում ավելի քան 200,000 բնակչով։ Տաճարներ, որոնք վեր էին խոյանում որպես արհեստական լեռներ Միջագետքի հարթավայրի մեջտեղում։ Դրանցից ամենամեծը Էթեմենենքին ուներ մոտավորապես 90 մետր բարձրություն, գրեթե նույն ուղղահայաց չափը, ինչ Նյու Յորքի Ֆլեթերն շենքը, որը, երբ կառուցվեց 1902 թվականին, համարվում էր մոլորակի ամենաբարձրերից մեկը։ 7 աստիճանած տեռասներ, բարձրանալով դեպի երկինք, յուրաքանչյուրը ներկված մի տարբեր գույնով, որոնք ներկայացնում էին 7 հայտնի մոլորակները։ Ամենավերում, զուտ ոսկով պատված մի սրբավայր, որտեղ, ըստ բաբելոնյան քրմերի, աստված Մարդուկն ինքն էր իջնում ամեն գիշեր հանգստանալու համար։ 17 միլիոն աղյուս էր անհրաժեշտ միայն այս կառույցը կանգնեցնելու համար։ 43 տարի շարունակական աշխատանք Նեբուքադոնոսոր Սեգնդոյի թագավորության օրոք։ Հազարավոր բանվորներ, ձավորելով, այրելով դեզելով աղյուսը աղյուսի վրա, շերտը շերտի վրա, մինչ որ աշտարակն այնքան բարձրացավ, որ նրա ստվերը մթնշաղին ծածկում էր ամբողջական թաղամասեր։ Բայց ճարտարապետությունը չէր, որ օտարերկրյա այցելուներին թողնում էր առանց բառերի։ Այն էր, ինչ տեղի էր ունենում տաճարների ներսում։ Իշթարի պաշտամունքը գերիշխում էր բաբելոնյան կրոնական կյանքում այնպես, որ ոչ մի արմատյան աստվածություն երբեք չկարողացավ հավասարվել։ Իշթարը սիրո, պատերազմի պտղաբերության աստվածուհին էր, 3 տիրույթներ, որոնք բաբելոնացիները համարում էին անբաժանելի։ Նա կառավարում էր թե մարտի դաշտը, թե առագաստը, թե առատ բերքը, թե վառվող ցանկությունը։ Նրա պատվին հորինված հիմները բացահայտորեն փառաբանում էին նրա սեռականությունը, նրա իշխանությունը մարդկային մարմինների վրա, նրա կարողությունը ստիպելու թագավորներին խոնարհվել ռազմիկներին լքել իրենց զենքերը։ Նրան նվիրված տաճարները միայն աղոթքի վայրեր չէին։ Դրանք տնտեսական, քաղաքական ծիսական համալիրներ էին, որտեղ սրբազանի մարմնականի միջ սահմանը պարզապես գոյություն չուներ։ Եվ այդ համալիրների սրտում գործում էր մի համակարգ, որը տեց ավելի քան 2000 տարի, անցնելով կայսրությունների, դինաստիաների նվաճումների միջով։ Հերոդոտոսն այսպես է նկարագրել. Այս երկրում ծնված յուրաքանչյուր կին պետք է կյանքում մեկ անգամ նստի Էֆրոդիտեի տարածքում, նա օգտագործում էր Իշթարի հունական անունը, հանձնվի մի օտարականի։ Ուշադրություն դարձրեք նրա բառերի ճշգրտությանը։ Ոչ թե որոշ կանայք, յուրաքանչյուր կին, ոչ թե կամավոր, պարտադիր։ Կյանքում մեկ անգամ յուրաքանչյուր բաբելոնացի կին, ըստ երույթին, պետք է գնար տաճար, նստեր սպասող մյուսների մեջ սպասեր, որ մի անծանոթ տղամարդ մետաղադրամ նետեր իր գոգին։ Երբ դա տեղի էր ունենում, նա չէր կարող մերժել։ Գումարը, անկախ արժեքից, սուրբ էր դառնում այդ արարքով։ Կինն այնուհետ հետում էր օտարականին տաճարի տարածքից դուրս, որտեղ կատարում էր ծիսական արարքը։ Միայն դրանից հետո նա կարող էր վերադառնալ տուն։ Ոմանք, ըստ Հերոդոտոսի, տարիներով սպասում էին, մինչ որևէ մեկը նրանց ընտրեր։ Մյուսները, ամենագեղեցիկները, լուծում էին պարտավորությունը ժամերի ընթացքում։ Այս պատմությունը արձագանքեց դարերի միջով, խորապես ձավորեց այն պատկերը, որն արմուտքը կառուցեց Բաբելոնիայի մասին։ Բայց պատմական իրականությունը զգալիորեն ավելի բարդ էր, շատ առումներով, ավելի տագնապեցնող։ Ժամանակակից գիտնականները հարցականի տակ են դնում, արդյոք Հերոդոտոսի պատմությունը նկարագրում էր համընդհանուր պրակտիկա, թե՞
Հատուկ ձեզ կանանց որոշակի դասակարգերի համար։ Թարգմանության հարցերը բարդացնում են մեկնաբանությունը։ Հունարեն բառը, որը նա օգտագործել է, կարող էր նշանակել յուրաքանչյուր տեղացի կին կամ յուրաքանչյուր կին, ով նստում է տաճարում, վճռորոշ տարբերություն։ Բացի այդ, Հերոդոտոսը հավանաբար երբեք անձամբ չի այցելել Բեբելնիը, իր պատմությունը հիմնելով երկրորդ ձեռքից ստացված տեղեկությունների վրա, որոնք հավաքվել էին նավաստիներից, վաճառականներից, ճանապարհորդներից։ Սա չի նշանակում, որ ծիսական մարմնավաճառություն գոյություն չուներ։ Սա նշանակում է, որ այն գործում էր ավելի կառուցվածքային ձևով, քան ենթադրում էր հունական սենսացիոնալիզմը։ Բաբելոնյան տաճարները պահում էին աստվածուհուն ծառայող կանանց տարբեր կատեգորիաներ։ Կային ներդրությունները, բարձր կարգավիճակ ունեցող քրմուհիներ, որոնք նվիրված էին արական աստվածություններին, ինչպիսիք են Շեմաշը կամ Մարդուկը։ Այս կանայք հաճախ սերում էին արիստոկրատական ընտանիքներից։ Նրանց հայրերը նրանց նվիրում էին տաճարին մանկության կամ պատանեկության տարիներին, պայմանագրերում արձանագրված պաշտոնական արարողությունների միջոցով։ Սիփերի ներդրությունները, օրինակ, ապրում էին պարսպապատ համալիրում, որը կոչվում էր գեգմ, մի տեսակ միջակետքյան բանկ, որտեղ նրանք տնօրինում էին գույքը, գումար էին տալիս, պարտքով գործեր էին վարում տաճարի անունից։ Hammurabi-ի օրենսգիրքը 282 օրենքների այդ հավաքածուն, որոնք փորագրված են 2.5 մետր բարձրությամբ Դիորիտե ստելայի վրա մոտավորապես Քրիստոսից առաջ 1750 թվականին, մի քանի կետեր էր նվիրում այդ կանանց պաշտպանությանը։ Օրենք 110-ը օրինակ սահմանում էր մահապատիժ այրման միջոցով ցանկացած ներդրչուհի համար, ով կբացեր կամ կմտներ պանդոկ, հաստատություններ, որոնք ասոցացվում էին սովորական մարմնավաճառության հետ։ Պատժի խստությունը ցույց է տալիս, որ կար հստակ գիծ, որը բաժանում էր նվիրյալ քրմուհիներին սովորական մարմնավաճառներից, այդ գիծը հատելը մահացու հանցանք էր։ Բայց այդ դեպքում ովքեր էին այն կանայք, ովքեր փաստացի սեռական ծառայություններ էին վաճառում տաճարներում։ Սեպագիր տեքստերը հիշատակում են մի քանի կատեգորիաներ։ Հարեմչուն հաճախ է հայտնվում բաբելոնյան գրականության մեջ, ներառյալ հենց Գիլջեմեշի էպոսում։ Շեամհեթը, կինը, ով քաղաքակրթում է վայրի Enkidu-ին սեքսի միջոցով, նկարագրվում է որպես RM2։ Ոմանք թարգմանում են այս բառը որպես մարմնավաճառ։ Մյուսները պնդում են, որ դա նշանակում էր պարզապես չամուսնացած կին, ով վերահսկում էր իր սեփական սեռականությունը, մի բան, որն արմատական էր այդ ժամանակաշրջանի համար։ Այնուհետ կային գեդստուները, տերմին, որը ոմանք կապում են եբրայերեն փերիշը բառի հետ, որը հայտնվում է 5 կտակարանում։ Եվ ըկբեբչուները, որոնք հիշատակվում են ներդրությունների հետ միասին Hammurabi-ի օրենսգրքում։ Եվ սեկրետյունները, որոնց անունը ծագում է մի արմատից, որը նշանակում է առանգված կամ թաքցված։ Յուրաքանչյուր կատեգորիա զբաղեցնում էր տարբեր աստիճան տաճարի հիերարխիայում։ Յուրաքանչյուրն ուներ որոշակի իրավունքներ, սահմանափակումներ։ Ոմանք կարող էին ժառանգել գույք իրենց հայրերից։ Մյուսները կարող էին եկամուտ հավաքել իրենց եղբայրների կողմից մշակվող հողերից։ Իրավունքներ, որոնք գիտնականները նկարագրում են որպես արտառոց, հաշվի առնելով այդ ժամանակաշրջանի կանանց դերը։ Բայց բոլորն էլ ծառայում էին, այս կամ այն ձով, սուրբ տնտեսությանը, որը պտտվում էր սիրո պատերազմի աստվածուհու պաշտամունքի շուրջ։ Պատկերացրեք, սա մի պահ։ Մենք խոսում ենք մի համակարգի մասին, որը գոյատեց Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակից մինչ պարսկական նվաճումը Քրիստոսից առաջ 539 թվականին։ Ավելի քան 1500 տարվա անդադար գործունեություն։ Կանանց սերունդներ ու սերունդներ, ծնվելով, աճելով, ծերանալով այդ կառույցների ներսում։ Հազարավոր վարչական փաստաթղթեր, որոնք արձանագրում են գործարքներ, վեճեր, ժառանգություններ, պաշտամունքի հետ կապված պարտավորություններ։ Տաճարը գործում էր որպես բանկ, որպես դատարան, որպես սոցիալական օգնության կենտրոն, որպես հասարակած տուն, բոլորը միաժամանակ։ Քրմերը տնօրինում էին կարողություններ։ Տոկոսներ էին վերցնում վարկերի դիմաց։ Հողեր էին վարձակալության տալիս։ Բանակցում էին ամուսնական պայմանագրերի շուրջ։ Եվ վերահսկում էին ծեսերը, որոնք մարդկային մարմինները դնում էին աստվածային պտղաբերության ծառայության մեջ։ Դիտարկեք բաբելոնյան միջին խավի ընտանիքում ծնված աղջկա վիճակը։ Մոտ 10 կամ 12 տարեկանում նրա հայրը կարող էր նրան նվիրել տաճարին։ Սա պարտադիր չէր, որ լիներ լքում, դա հաճախ տնտեսական ռազմավարություն էր։ Տաճարին նվիրված դուստրը ամուսնանալու համար օժիտի կարիք չուներ։ Նա կունենար երաշխավորված ապրուստ կրոնական հաստատության կողմից։
Եվ կախված այն կատեգորիայից, որտեղ նա կդրվեր, կարող էր զգալի հարստություն կուտակել կյանքի ընթացքում։ Բայց ընտրությունը նրանը չէր։ Ընտրությունը երբեք նրանը չէր։ Նեփյուրի փաստաթղթերը ցույց են տալիս հայրերի, ովքեր բանակցում էին իրենց դուստրերի նվիրաբերման պայմանների շուրջ, ինչպես կբանակցեին սեփականության վաճառքի շուրջ։ Հստակեցնելով, թե որքան դրամական մատանի զարդեր, որոնք աղջիկը կստանար որպես իր նախաձեռնության մաս, տաճարը պետք է տրամադրեր։ Սահմանելով, թե ժառանգության որ իրավունքները նա կպահպաներ։ Որոշելով արդյոք նա կարող էր, թե ոչ, ի վերջո ամուսնանալ, ինչ պայմաններով։ Դա միշտ չէր մարմնավաճառություն ժամանակակից իմաստով։ Բայց դա միշտ կանացի մարմինների յուրացում էր տղամարդկանց կողմից վերահսկվող հաստատությունների կողմից։ Այսպես կոչված սուրբ ամուսնությունը, հունարեն Heiros Gamos, զբաղեցնում էր ծիսական բուրգի գագաթը։ Տարին մեկ անգամ, Էկիթ կոչվող ամանորի փառատոնի ժամանակ, Բեյբելնիեի թագավորը, ըստ երույթին, բարձրանում էր զիկուրատի աստիճաններով, սեռականորեն միավորվելու Իշթարի գլխավոր քրմուհու հետ։ Նա ներկայացնում էր Աստվածուհուն։ Նա ներկայացնում էր Աստված Դմյուզեին, Իշթարի աստվածային ամուսնուն։ Նրանց միջմիությունը երաշխավորում էր երկրի պտղաբերությունը, թագավորության բարգավաճումը, տիեզերական կարգի շարունակականությունը։ Շումերական հիմները տոնում էին այս հանդիպումը բացահայտ էրոտիկ լեզվով։ Նկարագրում էին թագավորին, ով վազում էր 320 կիլոմետր, զոհաբերություններ էր մատուցում, խնջույք անում արի Աստված Յություի հետ ստանում թագավորական պսակը են Աստծուց, այդ ամենը մեկ օրում։ Պոետիկ չափազանցություններ, անշուշտ։ Բայց չափազանցություններ, կառուցված մի ծիսական հիմքի վրա, որը ներառում էր իրական մարմիններ, որոնք իրական բաներ էին անում այդ հսկայական աշտարակների գագաթին։ Որոշ գիտնականներ պնդում են, որ սեռական ակտը երբեք տառացիորեն տեղի չէր ունենում, որ դա խորհրդանշական ներկայացում էր, աստվածային առասպելի դրամատիկ բեմադրություն։ Մյուսները պնդում են, որ իրագործումը իրական էր անհրաժեշտ ծիսակարգի մոգական արդյունավետության համար։ Բանավեճը շարունակվում է։ Այն, ինչ ոչ ոք չի վիճարկում, այն է, որ կանացի սեռականությունը համակարգված կերպով յուրացվում էր կրոնական, քաղաքական, տնտեսական նպատակներով մի մասշտաբով, որը հին աշխարհը երբեք չտեսավ կրկնված այլ վայրում։ Այնուհետ հայտնվում է մեկ այլ շերտ։ Որովհետև դա միայն տաճարների կանանց մասին չէր։ Դա բաբելոնյան հասարակության բոլոր կանանց մասին էր, որոնք ինչ-որ կերպ կապված էին այդ համակարգին։ Հերոդոտոսի պատմությունը, նույնիսկ եթե չափազանցված էր, որսում էր մի խորը մշակութային ճշմարտություն։ Այն գաղափարը, որ կանացի մարմինը պատկանում էր նախ աստվածներին, հետո ընտանիքին, միայն վերջում հենց կնոջը։ Տաճարին նվիրված կույսը ծառայում էր Աստվածուհուն։ Կինը ծառայում էր ամուսնուն, ով գնել էր նրան իր հորից։ Հարճը ծառայում էր նրան, ով պահում էր նրան։ Յուրաքանչյուր դեպքում կնոջ մարմինը ավելի մեծ բանի գործիք էր, քան ինքն էր։ Quentin Crucial-Rufon, հռոմեացի պատմաբանը, ով գրել է Ալեքսանդրի նվաճումների մասին քրիստոնեական դարաշրջանի առաջին դարում, նկարագրել է Բեյբելնիեն որպես աննախադեպ բարոյական փչացման վայր։ Ամուսինները հայրերը, պնդում էր նա, թույլ էին տալիս իրենց կանանց դուստրերին սեռական հարաբերություններ ունենալ օտարների հետ, քանի դեռ անարգանքը վճարվում էր։ Կանայք ներկայանում էին խնջույքներին սկզբում համեստ հագնված, հետո հանում էին հագուստի շերտ առ շերտ, մինչ նրա բառերով, ներողություն խնդրելով ընթերցողից, վերջապես դեն էին նետում իրենց ամենաներքին հագուստները։ Հռոմեական պրոպագանդա։ Հավանաբար մասամբ։ Բայց պրոպագանդա, կառուցված մշակութային տարբերության իրական ընկալումների վրա, որոնք արմատյան նվաճողները դիտարկում աղավաղում էին սեփական կայսերական հավակնությունները արդարացնելու համար։ Բեյբելնիեն դարձավ սեռական անկման հոմանիշ հենց այն պատճառով, որ բացահայտորեն կիրառում էր այն, ինչ մյուս մշակույթները անում էին թաքուն։ Եվ այստեղ մենք հասնում ենք այն կետին, որտեղ պատմությունը հատվում է Սուրբ գրքի հետ։ Որովհետև Իսրայելի մարգարեները պարզապես ազգագրական դիտարկումներ չէին արձանագրում, երբ դատապարտում էին բաբելոնյան սովորույթները։ Նրանք մղում էին կյանքի մահվան աստվածաբանական ճակատամարտ։ Երբ Նեբուքադոնոսոր Սեգնդոն նվաճեց Երուսաղեմը Քրիստոսից առաջ 586 թվականին, նա ոչ միայն կործանեց Սողոմոնի տաճարը հրեաներին տարավ աքսորի։ Նա նրանց ընկղմեց այդ ամենը ներառող կրոնասեռական համակարգի սրտում։ Պատկերացրեք մի երիտասարդ իսրայելացու, ինչպիսին Դանիելն էր, ով մեծացել էր միակ Աստծո պաշտամունքով, ով արգելում է կռապաշտության բոլոր ձերը, հանկարծ քայլում է փողոցներով,
Այդտեղ կանայք սպասում էին տաճարների բակերում, կատարելու ծիսական պարտավորություններ, որոնք իր օրենքը անվանում էր պղծություն։ Երեմիայի գիրքը, գլուխ 51, համար 7, նկարագրում է Բեբելնիեն որպես ոսկե բաժակ Տիրոջ ձեռքում, որը հարբեցրեց ողջ երկիրը։ Ազգերը խմեցին նրա գինուց, դրա համար էլ ազգերը խելագարվեցին։ Հարբեցնող բաժակի փոխաբերությունը դարեր անց կրկին կհայտնվի Հովհաննեսի հայտնության մեջ։ Ոչ պատահականորեն։ Բաբելոնյան աքսորի հիշողությունը անդառնալիորեն ձավորեց այն, թե ինչպես էր Իսրայելը տեսնում կռապաշտության բոլոր ձերը։ Եզեկիելը մարգարյանալով Քեբար գետի ափին գտնվող աքսորյալների մեջ ամբողջական գլուխներ նվիրեց Երուսաղեմը որպես անհավատարիմ մարմնավաճառ նկարագրելուն։ Ոչ թե տարածի շնության համար, այլ հոգոր շնության, օտար աստվածների պաշտամունքի, որը Իսրայելը սովորել էր հենց բաբելոնացիների նման ժողովուրդների հետ շփման մեջ։ Քո պոռնկությունները բազմապատկեցիր Քանանի երկրում մինչ Քաղդեա, գրեց նա 16-րդ գլխում, նույնիսկ դրանով չբավարարվեցիր։ Լեզուն միտումնավոր ցնցում է։ Աստված, որպես դավաճանված ամուսին։ Իսրայելը, որպես կին, ով վաճառում է իր մարմինը հեթանոսական տաճարներում։ Կռապաշտությունը, որպես հոգոր մարմնավաճառությանց։ Այս զուգահեռները վակուումում չեն առաջացել։ Դրանք առաջացել են սեռականության աստվածության սոցիալական կարգի միջ հարաբերությունների երկու արմատապես հակադիր տեսլականների անմիջական բախումից։ Բաբելոնացիների համար ծիսական սեքսը դրականորեն կապում էր մարդկանց աստվածներին։ Այն բերում էր պտղաբերություն։ Երաշխավորում էր բերքը։ Օրինականացնում էր թագավորներին։ Էշթեր աստվածուհին փառաբանվում էր հենց իր կրքոտ անհագ բնույթի համար։ Հիմները նկարագրում էին նրան, ցնծալով իր հեշտոցով, պահանջելով պաշտամունք մարմնական հաճույքի միջոցով, բարգատրելով իր հետորդներին ռազմական հաղթանակով տնտեսական բարգավաճմամբ։ Իսրայելացիների համար նույն այս համակարգը ներկայացնում էր աստվածային կարգի լիակատար շրջումը։ Այն սեռականության սուրբ պարքը վերածում էր ապրանքի։ Կանանց իջեցնում էր մոգական մանիպուլյացիայի գործիքների մակարդակի։ Եվ ավելի վատ, կեղծ աստվածներին էր վերագրում զորություններ, որոնք բացառապես պատկանում էին Արարչին։ Դիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ Հովհաննեսը գրում է հայտնությունը քրիստոնեական դարաշրջանի առաջին դարի վերջում։ Պատմական Բեբելնիեն արդեն ընկել էր ավելի քան 600 տարի առաջ։ Պարսկական կայսրությունը նվաճել էր այն։ Ալեքսանդր Մակեդոնացին փորձել էր վերակառուցել այն նախքան վաղաժամ մահը։ Սելկյանները լքել էին այն հօգուտ ավելի նոր քաղաքների։ Երբ Հովհաննեսը գրում էր, այդ հսկայական զիկուրատների ավերակները արդեն դանդաղ քայքայվում էին Միջագետքյան արի տակ։ Բայց անունը մնում էր կենդանի։ Եվ մնում էր իմաստով լիցքավորված։ Բեբելնիը մեծը, մայրը մարմնավաճառների երկրի պղծությունների։ Այսպես է Հովհաննեսը նկարագրում նրան հայտնության 17-րդ գլխում, 5-րդ համարում։ Ոչ թե աշխարհագրական քաղաք։ Մի խորհրդանիշ։ Այն ամենի խտացումը, ինչ ներկայացնում է աշխարհիկ համակարգը, ի հակադրություն Աստծո թագավորության։ Նա հայտնվում է ծիրանի կարմիր հագուստով, թագավորականության հարստության գույներ։ Զարդարված ոսկով, թանկարժեք քարերով, մարգարիտներով։ Ձեռքում պահած մի ոսկե բաժակ, լի պղծություններով իր մարմնավաճառության անմաքրություններով։ Հարբած սրբերի արյունով, Հիսուսի վկաների արյունով։ Այս նկարագրության յուրաքանչյուր տարր գիտակցաբար արձագանքում է հին բաբելոնյան տաճարների սովորույթներին։ Շքեղ զգեստները, որոնք տաճարի մարմնավաճառները հագնում էին հաճախորդներին գրավելու համար։ Զարդերը, որոնք քրմուհիները կուտակում էին իրենց կարիերայի ընթացքում։ Ծիսական բաժակը, որտեղից հոսում էր կռապաշտության հարբեցումը։ Նրանց արյունը, ովքեր դիմադրում էին համակարգին, ներառվելով հոգոր մահվան մեքենայի մեջ։ Հովհաննեսը պատահական փոխաբերություններ չի հորինում։ Նա թորում է մարգարեական հիշողության դարերը մի պատկերի մեջ, որը նրա առաջին դարի հրեա քրիստոնյա ընթերցողները ակնթարթորեն կճանաչեին։ Եվ հետո գալիս է շրջադարձը։ Որովհետև հայտնության մեծ մարմնավաճառը միայն հարություն առած Բեբելնիեն չէ։ Դա Ռոմեն է։ Դա յուրաքանչյուր մարդկային համակարգ է, որը գայթակղում է իշխանության, հարստության մարմնական հաճույքի միջոցով, մինչդեռ հալածում է գառան հետորդներին։ 7 լեռները, որոնց վրա նա նստած է, ակնարկ Ռոմեի յուրաքանչյուր բլրին, դա հստակ են դարձնում։ Բայց Բեբելնիը անվան օգտագործումը Ռոմեի փոխարեն ավելին է անում, քան Հովհաննեսին կայսերական վրեժխնդրությունից պաշտպանելը։
Այն կապում է ներկա հալածողին հեթանոսական անցյալի հետ մի շարունակականության մեջ, որն անցնում է հազարամյակների միջով։ Այն, ինչ տեղի էր ունենում Բեբելնիեի հասարակած տներում, չմնաց Բեբելնիեում։ Համակարգը գոյատեց քաղաքի անկումից հետո։ Գոյատեց կայսրությունների փոփոխությունից հետո։ Գոյատեց այլ անունների, այլ ձերի, այլ հիմնավորումների տակ։ Կանացի սեռականության արտրայնացումը։ Տղամարդկային իշխանության սրբացումը։ Մարմինների վերածումը հոգոր տնտեսական մանիպուլյացիայի գործիքների։ Այս ամենը շարունակվում է ծաղկել ամենուր, որտեղ մարդիկ փնտրում են կարճ ճանապարհներ դեպի վերերկրայինը մարմնի միջոցով։ Այնպես չէ, որ Էշթերի տաճարների հատուկ ծեսերը վերարտադրվել են Ռոմեում կամ որևէ այլ վայրում։ Այլ այն, որ դրանց հիմքում ընկած տրամաբանությունը ապացուցեց, որ արտակարգ կերպով հարմարվող է։ Այն գաղափարը, որ գոյություն ունեն որոշակի կանայք, որոնց մարմինները պատկանում են համակարգին, լինի դա կրոնական, տնտեսական թե քաղաքական, երբեք իրականում չմեռավ։ Բաբելոնյան հնագիտական վայրերում հայտնաբերված փաստաթղթերը բացահայտում են վարչական մանրամասներ, որոնք խլում են այդ պրակտիկաների ցանկացած հնարավոր ռոմանտիզացիա։ Վճարումների գրանցումներ։ Կանանց ցուցակներ, դասակարգված ըստ կատեգորիաների։ Պայմանագրեր, որոնք հստակեցնում են պարտավորությունները, փոխհատուցումները։ Իրավական վեճեր այդ ծիսական միություններից ծնված երեխաների ժառանգության իրավունքների շուրջ։ Բյուրոկրատիա, այլ խոսքով։ Այն տեսակ բյուրոկրատիան, որը մարդկանց վերածում է հաշվապահական միավորների։ Հին բաբելոնյան շրջանի մի տեքստ, մոտավորապես 2000-ից 1600 տարի Քրիստոսից առաջ, թվարկում է սուրբ մարմնավաճառներին այլ մասնագիտությունների կողքին, ինչպիսիք են հացթուխները, դպիրները, վարսավիրները, որոնք որոշ տաճարների ծիսական անձնակազմի մաս էին կազմում։ Դա մարգինալ աշխատանք չէր։ Դա հաստատութենական աշխատանք էր, կանոնակարգված, հարկված վերահսկվող նույն իշխանությունների կողմից, որոնք տնօրինում էին կենդանիների զոհաբերությունները, հացահատիկի ընծաները։ Տնտեսությունը անբաժանելի էր աստվածաբանությունից։ Տաճարները, ինչպիսին էր Էսեջլեն Մարդուկի մեծ տաճարը Բեբելնիեում, որը գտնվում էր Էթեմենենքիի ստորոտում, շատ առումներով գործում էին որպես ժամանակակից կորպորացիաներ։ Ունեին հողեր։ Աշխատողներ էին վարձում։ Կառավարում էին ներդրումային պորտֆելներ։ Եվ նրանց եկամտի զգալի մասը գալիս էր հենց սեռական գործողություններից, որոնք կատարվում էին իրենց տարածքներում կամ իրենց հով անուն ներքո։ Գերմանացի հնագետ Ռոբերտ Քոլդուեյի կողմից 1899-1914 թվականների միջ իրականացված պեղումները բացահայտեցին այդ գործողությունների մասշտաբները։ Էթեմենենքիի հիմքը չափվում էր 90 մետրը 90 մետրի վրա, մի տարածք, որը համարժեք է գրեթե 2 ֆուտբոլային դաշտի։ Էսեջլեի համալիրը նույնիսկ ավելի մեծ էր, բազմաթիվ բակերով, սենյակներով, տարբեր աստվածությունների նվիրված մատուռներով։ Այնտեղ կուտակված հարստությունը անհաշվելի էր։ Նեբուքադոնոսոր Սեգնդոն, նույն թագավորը, ով կործանեց Երուսաղեմը ավելի քան 90 անգամ հիշատակվում է հին կտակարանում, իր թագավորության 43 տարիները նվիրեց այդ հուշարձանների վերականգնմանը, ընդլայնմանը։ 1995 թվականին հայտնաբերված մի ստելա ցույց է տալիս թագավորին կանգնած վերակառուցված Զիկուրատի արջ, մի արձանագրությամբ, որտեղ նա պարծենում է. «Ես այն դարձրի աշխարհի ժողովուրդների հրաշալիքը, նրա գագաթը բարձրացրի մինչ երկինք»։ Դանիելի 4-րդ գլուխը նկարագրում է նույն այս թագավորի անկումը։ Նրա գոռոզությունը պատժվեց 7 տարվա խելագարությամբ, որի ընթացքում նա ապրեց որպես դաշտի կենդանի։ Երբ նրա բանականությունը վերադարձավ, նա հռչակեց. «Այժմ ես Նեբուքադոնոսորս գովաբանում, բարձրացնում փառավորում եմ երկնքի թագավորին, որովհետև նրա բոլոր գործերը ճշմարտություն են, նրա ճանապարհները արդարություն։ Նա կարող է խոնարհեցնել նրանց, ովքեր հպարտությամբ են քայլում։ Հեգնանքը աննկատ չի մնում»։ Պատմության ամենամեծ հեթանոսական տաճարների կառուցողը ի վերջո ճանաչեց, գոնե ըստ աստվածաշնչյան տեքստի, Իսրայելի Աստծո գերակայությունը բոլոր այն աստվածների նկատմամբ, որոնց ինքը ծառայել էր։ Զիկուրատները, որ նա կանգնեցրեց, փլուզվեցին։ Քաղաքը, որ նա գեղեցկացրեց, վերածվեց ավերակի։ Բայց խոնարհության բառերը, որ նա, ըստ ելույթին, արտասանեց, հավերժ պահպանվեցին Սուրբ գրքում։ Այնուհետ առաջանում է անխուսափելի հարցը. ինչու Աստված թույլ տվեց, որ իր ժողովուրդը աքսորվեր հենց այդ վայրը։ Ինչու 70 տարի անմիջական շփում հին աշխարհի ամենազարգացած կրոնասեռական համակարգի հետ։
Ավանդական պատասխանը մատնանշում է կարգապահությունը. Իսրայելը պղծվել էր քանանական կռապաշտությամբ, ուստի Աստված նրանց ուղարկեց համաշխարհային կռապաշտության հենց սիրտը, որպեսզի նրանք սովորեին ճշմարիտ կեղծ պաշտամունքի միջ տարբերությունը։ Բայց ավելին էր տեղի ունենում։ Աքսորի ժամանակ հրեաները զարգացրին հաստատություններ, որոնք նրանց կպահեին գալիք հազարամյակների ընթացքում։ Սինագոգը, որպես տաճարից առանձին ուսումնասիրության համայնքային աղոթքի կենտրոն։ Եբրայերեն սուրբ գրքերի հավաքումը, խմբագրումը իրենց վերջնական ձին մոտ մի բանի։ Մի կրոնական ինքնության ձավորումը, որը կարող էր գոյատել առանց տարածքի, առանց զոհասեղանի, առանց գործող քահանայության։ Այս ամենը առաջացավ Բեյբելնիեի հետ բախումից։ Նրանք մտան որպես մի տարածքային ազգ, կապված որոշակի սրբավայրի։ Դուրս եկան որպես գրքի մի ժողովուրդ, ընդունակ պահելու իրենց հավատքը աշխարհի ցանկացած վայրում։ Եվ իրենց հետ տարան անջնջելի հիշողությունը այն մասին, թե ինչ էր նշանակում ապրել մեծ մարմնավաճառի տիրապետության տակ։ Դիտարկեք այն, ինչ մնացել է։ Կախովի այգիները, եթե գոյություն են ունեցել, անհետացել են։ Տիտանական պարիսպները ապամոնտաժվել են աղյուս առ աղյուս դարերի ընթացքում։ Իթեմենենքին վերածվել է հողի մեջ մի փոսի, որը հնագետները դժվարությամբ են նույնականացրել։ Տաճարներում ծառայած կանանցից անուններ չեն մնացել։ Միայն բյուրոկրատական կատեգորիաներ։ Միայն մոտավոր վիճակագրություն։ Միայն պայմանագրերի բեկորներ, որոնք նրանց մարմինները դիտարկում էին որպես փոխանցելի սեփականություն։ Բայց խոսքը, որ մարգարեները արտասանեցին այդ համակարգի դեմ, շարունակում է արձագանքել։ Ընկավ մեծ Բեյբելնիեն դարձավ դերի բնակարան, հռչակում է Հայտնության 18-րդ գլուխը, 2-րդ համարը։ Մարգարեացված կործանումը միայն ռազմական կամ քաղաքական չէր։ Այն հոգոր էր։ Համակարգը, որը սեռականությունը վերածում էր ապրանքի, մարմինները, իշխանության գործիքների հաճույքը, կարճ ճանապարհի դեպի վերերկրայինը, այդ համակարգը դատապարտվեց աստվածային դատարանում շատ ավելի վաղ, քան նրա քարերը փոշի կդառնային։ Բայց դատաստանը պատմության ավարտը չէ։ Որովհետև մարմնավաճառի անկումը նկարագրելուց անմիջապես հետո Հովհաննեսը ներկայացնում է մեկ այլ կնոջ։ Տեսա Սուրբ Քաղաքը, Նոր Երուսաղեմը, որն իջնում էր երկնքից, Աստծո մոտից, պատրաստված ինչպես մի հարս, զարդարված իր ամուսնու համար։ Հայտնության 21-րդ գլուխ, համարներ 1-2։ Ոչ թե արյունից հարբած մարմնավաճառ, այլ փառքով շողացող մի հարս։ Ոչ թե մի համակարգ, որը շահագործում է մարմինները, այլ մի համայնք, որը տոնում է իսկական միությունը աստվածայինի մարդկայինի մեջ։ Աստվածաշունչը ավարտվում է մի ամուսնությամբ։ Ոչ թե հեթանոսական տաճարների ծիսական սեռական հարաբերություններով, այլ գառան նրա եկեղեցու հարսանիքով։ Փրկագնված սեռականություն։ Վերականգնված մտերմություն։ Սեր, որը չի գնում, չի վաճառում, այլ տալիս ստանում է ազատորեն։ Սա այն է, ինչ տեղի էր ունենում Բեյբելնիեի հասարակած տներում։ Մարդկային հնարամտության երբեք կառուցած ամենանուրբ աղավաղումը այն բանի, ինչ Աստված նախատեսել էր Եդեմից ի վեր։ Միությունը վերածված գործարքի։ Նվիրվածությունը վերածված արտրի։ Արարչության ամենամտերիմ պարքը վերածված հոգոր մանիպուլյացիայի գործիքի։ Եվ սա նա այն է, ինչ պատահեց Բեյբելնիեի հասարակած տների հետ։ Դրանք փլուզվեցին։ Նրանց աստվածները բացահայտվեցին որպես անզոր։ Նրանց քրմուհիները մոռացվեցին։ Նրանց ծեսերը դադարեցին։ Մինչդեռ մի գալիլեացի հյուսնի ուղերձը, ով երբեք չայցելեց այդ հողերը, նվաճեց աշխարհը, որը նվաճել էր նրան, շարունակում է առաջ ընթանալ մինչ օրս։ Իթեմենենքիի աղյուսները փոշի դարձան։ Խոսքը մնում է։